Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Ռումինիայում Հայաստանի դեսպան Տիգրան Գալստյանը դեսպանությունում ընդունել է ռումինական Dan Air ավիաընկերության ղեկավարությանը, քննարկելու հուլիսի 1-ից մեկնարկող Երևան-Բուխարեստ նորուղիղ չվերթի գործարկումը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ռումինիայի հայ գործարար խորհրդի ղեկավար Վահե Հովակիմյանը։ Քննարկվել են զբոսաշրջային հոսքերի ավելացման ուղղված քայլերը, ինչպես նաև երկու երկրների միջև կանոնավոր բեռնափոխադրումների կազմակերպման հնարավորությունները։ Կողմերը կարևորել են տնտեսական եւ գործարար համագործակցության խորացումը։ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այց է կատարել Միացյալ Թագավորություն։ Լոնդոնում հայկական պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանի նախագահ Լորդ Ռիդի եւ փոխնախագահ Լորդ Սելսի հետ։ Քննարկվել են դատական իշխանության անկախության, դատարանների կառավարման եւ հանրային վստահության ամրապնդման հարցեր։ Հայկական կողմը ծանոթացել է նաեւ բրիտանական դատարանի կառուցվածքին, գործունեությանը եւ հանրային հաղորդակցության գործիքներին։ Այցին մասնակցել են նաեւ Սահմանադրական դատարանի դատավորներ, Հայաստանի Հանրապետության դեսպանը Միացյալ Թագավորությունում եւ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. Հայաստանը կարող է կորցնել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ունեցած արտոնությունները, եթե խորացնի հարաբերությունները Եվրամիության հետ։ Նրա խոսքով Արևմուտքը փորձում է Հայաստանը հեռացնել ԱՊՀ եւ ԵԱՏՄ գործընկերներից եւ խզել տնտեսական կապերը։ Լավրովը նշել է, մայիսի վերջին Ղազախստանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում այս հարցերը կքննարկվեն բաց ձևաչափով։ Ռուսաստանի արտգործնախարարը նաեւ դժգոհություն է հայտնել այն տեղեկությունների կապակցությամբ, ըստ որոնց վարչապետ Փաշինյանը կարող է չմասնակցել գագաթնաժողովին, զբաղված լինելով նախընտրական գործընթացներով։ Լավրովի խոսքով այդ հանդիպումը լավ հնարավորություն կներ քննարկելու կուտակված խնդիրներն ու պարզաբանելու Երևանի հետագա դիրքորոշումը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտության մտահոգիչ տվյալները։ Ըստ ուսումնասիրության 12-ից 17 տարեկան յուրաքանչյուր 20-րդ երեխան վերջին 1 տարվա ընթացքում ենթարկվել է առցանց սեռական շահագործման կամ բռնության։ Դեպքերի մեծ մասը տեղի են ունեցել ամբողջությամբ համացանցային միջավայրում, իսկ շատ դեպքերում բռնարարները եղել են երեխաներին ծանոթ մարդիկ։ Բռնության ենթարկված երեխաների ավելի քան կեսը որևէ մեկին չի պատմել կատարվածի մասին։ Զեկույցում նշվում է նաև, որ աշխարհում միլիոնավոր երեխաներ դառնում են արհեստական եղանակով ստեղծված կեղծ անպարկեշտ բովանդակության զոհ։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Կողմերը քննարկել են հետախուզվողների հանձնման, իրավական օգնության եւ դատաիրավական համագործակցության հարցեր։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ երկու երկրների միջև փոխադարձ վստահության ամրապնդմանը։ Աննա Վարդապետյանը ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ։ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Հարությունյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների հետ, քննարկելու երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման ոլորտի բարեփոխումները։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են միջազգային չափանիշներին համապատասխան իրավական կարգավորումների մշակման քայլերը։ Քննարկվել են ընթացակարգերի պարզեցման, թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացման մեխանիզմները։ Կողմերը կարևորել են երեխաների շահերի առաջնահերթ պաշտպանությունը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, Հայաստանը շատ լավ հասկանում է, անհնար է միաժամանակ լինել եւ Եվրամիության եւ ԵԱՏՄ անդամ։ Նրա խոսքով, եթե ապագայում նման անհրաժեշտություն առաջանա, որոշումը կկայացնեն Հայաստանի քաղաքացիները։ Գրիգորյանը նշել է, ներկայում Հայաստանը շարունակում է լիարժեք մասնակցությունը ԵԱՏՄ աշխատանքներին։ Նա ընդգծել է, Երևանը կառուցողական համագործակցություն է պահպանում կառույցի հետ։ Նյուզեյեմի հետ զրույցում ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարել է, Փաշինյանը կամ չի հասկանում Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման հետևանքները, կամ գիտակցաբար գնում է այդ քայլին իշխանությունը պահելու համար։ Նրա խոսքով Կրեմլը արդեն հստակ ցույց է տվել իր կարմիր գծերը եւ դրանց պաշտպանության պատրաստակամությունը։ Այվազյանը պնդում է, Ռուսաստանը այլևս չի վստահում Հայաստանի ներկայիս իշխանություններին։ Նա նաեւ զգուշացրել է, Հայաստանը կարող է հայտնվել վտանգավոր անվտանգության վակուումում։ Նախկին նախարար
Նախարարը կարևորել է Ռուսաստանի հետ վստահության վերականգնումը եւ տարածաշրջանային համագործակցության զարգացումը։ Այվազյանի խոսքով Մոսկվան արդեն սկսել է ավելի կոշտ լեզվով խոսել Երևանի հետ եւ հստակ ազդակներ է ուղարկում հայկական իշխանություններին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է. 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմից զոհվել է 3833 մարդ։ Նրա խոսքով այս տվյալները հաստատված են եւ դրանց վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր։ Սիմոնյանը հայտնել է նաեւ, որ անհայտ կորածների թիվը կազմում է մոտ 160 մարդ։ Նա անդիմությանը մեղադրել է զոհերի թեման քաղաքական նպատակներով շահարկելու մեջ։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է. Հայաստանը ինչ-որ փուլում ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջև։ Նրա խոսքով երկու կառույցների միաժամանակ անդամակցությունը անհամատեղելի է եւ դա հասկանում են նաեւ Հայաստանի իշխանությունները։ Նա նշել է, ռուսական կողմը Երևանին ներկայացնում է այն հնարավոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ նման որոշման դեպքում։ Նա ընդգծել է, վերջնական ընտրությունը Հայաստանի իշխանություններինն է։ Օվերչուկը նաեւ ակնարկել է, եվրոպական ուղղությամբ շարժվելու դեպքում Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ շուկայի մի շարք տնտեսական առավելություններ։ Նրա խոսքով Ռուսաստանը փորձում է բացատրել Երևանին, թե ինչպեսի տնտեսական եւ առևտրային ռիսկեր կարող են առաջանալ նման ընտրություններից հետո։